Ողջույն, եկեք միասին պատրաստենք շատ հետաքրքիր ուտեստ, որի հիմնական բաղադրիչներն են նրբաբլիթների շերտերը և հետաքրքիր միջուկ։ Անցանք գործի։ Միջուկի համար անհրաժեշտ է 1 հավի կրծքամիս, որը նախապես ոսկրահան ենք անում, քառակուսիների կտրատում, տապակում բուսայուղի մեջ, դնում կողքի։ Հաջորդ բաղադրիչը սունկն է շամպինյոն տեսակի։ Վերցնենք կես կիլոգրամ սունկ, կտրատենք, տապակենք բուսայուղի մեջ, նույնպես դնենք կողքի։ Չենք մոռանում երկուսն էլ համեմել աղով և սև պղպեղով։ Տապակած սունկն ու հավի կրծքամիսը խառնենք իրար։ Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է պատրաստել պանրային սոուս։ Դրա համար վերցնենք 200-250 մգ մայոնեզ, լցնենք ամանի մեջ, վրան ավելացնենք 1 ձու, 1 ճաշի գդալ թթվասեր, խառնենք մի լավ, ավելացնենք 2 տեսակի քերած պանիրներ։ Ես վերցրել եմ 250 գ լոռի տեսակի հալվող պանիր և 200 գ սուլուգունի։ Երկուսն էլ քերում ավելացնում ենք մայոնեզին։ Վերջում ավելացնում ենք 1-1.5 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա։ Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է նախապես թխած 16-18 հատ նրբաբլիթների շերտեր։ Մի փոքր ավելի հաստ ենք թխում այս ուտեստի համար նրբաբլիթները։ Նրբաբլիթների պատրաստման բաղադրատոմսի հղումը կթողնեմ մեկնաբանություններում։ Ուտեստի պատրաստման վերջնական փուլը տեղի է ունենալու ջեռոցում, դրա համար նախապես միացնում ենք ջեռոցը 180 աստիճանի տակ։ Նրբաբլիթներով այս ուտեստը կարող է զարդարել ձեր տոնական սեղանը։ Պարզապես նախապես կարող եք պատրաստել միջուկը, սոուսը և ձեռքի տակ ունենալ նաև պատրաստի նրբաբլիթներ։ Րոպեների ընթացքում կարող եք պատրաստել և մատուցել ձեր հյուրերին։ Վստահեցնում եմ, որ հաստատ շատ կհավանեն։ Վերցնում ենք նրբաբլիթը, դնում ափսեի մեջ, այնպես ենք դնում, որ եփված մասը վերևում լինի։ Նրբաբլիթի կենտրոնում լցնում ենք 2-2.5 ճաշի գդալ միջուկ։ Միջուկի վրա լցնում ենք 1 լիքը ճաշի գդալ պանրային սոուս։ Սոուսով ծածկում ենք ամբողջ միջուկը։ Ապա նրբաբլիթի եզրերը բերում ենք դեպի կենտրոն, բայց մինչև վերջ չենք փակում սոուսը։ Պատրաստի բլիթները տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա։ Իսկ տապակին չկպչելու համար կարող եք յուղաթուղթ փռել։ Ուտեստն առաջին անգամ պատրաստելու ժամանակ չէի հավատում, որ տապակված կրծքամիսը վերջում այսքան հյութեղ ու համեղ կլինի։ Դե ինչ սիրելիներս, եթե դուք էլ եք հոգնել ավանդական նրբաբլիթներից, ապա գոնե մեկ անգամ առաջարկում եմ պատրաստել այս տարբերակով այս հետաքրքիր ուտեստը։